Վերին Լարսը կրկին փակվել է բեռնատարների համար։ Մցխետա Ստեփանց Մինդալարս ավտոճանապարհին սահմանափակումներ են մտցվել բքի եւ ցածր տեսանելիության պատճառով։ Մյուս մեքենաների համար ճանապարհը բաց է։ Գյումրի գնացած շրջիկ քահանան պատարագի համար նախատեսված իրերով ժամանել է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի եկեղեցի։ Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ եկեղեցում է մասնակցելու Սուրբ Պատարագին։ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը լրագրողների հարցերին չի պատասխանել եւ շտապել է պատարագին։ Նա ասել է, որ բոլոր հարցերին կպատասխանեն պատարագից հետո։ Ես ձեզ ասում եմ, պատարագից հետո ձեր բոլոր հարցերի պատասխանները կտանք, մեզ ռոբոտի պես հարցեր մի։ Հարցին թե ով է այսօր պատարագելու եկեղեցում, arczepiskopos-ը նշել է մեջբերում, հիմա կգա կտեսնեք։ Մեր ղեկավարը չպետք է Մեր ձևով ժողովրդական շարժման անդամները Սյունիք կատարած այցի երկրորդ օրը եղել են մարզի Արծվանիկ համայնքում։ Սյունեցիների հետ հանդիպումների ժամանակ շարժման անդամները ներկայացրել են հանրապետության մարզային բնակավայրերի զարգացման տեսլականը, ինչպես նաև այցելել են Կապան քաղաք, որտեղ բացվել է շարժման նոր գրասենյակը։ Ուժեղ քամու պատճառով վնասվել է Ապարան քաղաքի ամանորյա ձևավորումները։ Մոտ 1 կիլոմետրանոց ջեմուղու հսկայական զարդարանքն ու փայտյա հենասյուներն ընկել են։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել է, որ քամին Երևանում, Արագածոտնի, Կոտայքի եւ Լոռու մարզերում ծառեր եւ սյուներ է տապալել։ Մանկական Եվրատեսի 2025 երգի մրցույթում հաղթել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։ Հայաստանը ներկայացնող 12-ամյա Ալբերտն իր Brave Heart երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Երկրորդ հորիզոնականում է Ուկրաինան, իսկ երրորդում Վրաստանը։ Այս տարի առաջին անգամ Ադրբեջանը Հայաստանի մասնակցին 3 միավոր է տվել։ Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Արևմտյան երկրները պետք է պահպանեն ՆԱՏՕ-ի դաշինքը որքան հնարավոր է երկար, չնայած տրանսատլանտյան հարաբերությունների փոփոխություններին եւ պատրաստվեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում հիմնարար փոփոխությունների, նշել է Մերցը եւ շեշտել, որ դրանք կլինեն առանց կապերի խզման։ ԱՄՆ-ում անհայտ անձը կրակել է Բրաունի համալսարանում։ Միջադեպի հետևանքով կա 2 զոհ, 20 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Ուսանողները թաքնվել են համալսարանի շենքում մինչև իրավապահների գալը։ Թայլանդական կործանիչները հարվածել են Կամբոջայում գտնվող կամրջին։ Այն տեղական բանակի համար կարևոր տրանսպորտային զարկերակ է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրները վերադարձել են իր միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրին։ Շրի Լանկայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 643-ի։ Աղետը երկրում լայնամասշտաբ ավերածությունների պատճառ է դարձել։ Ընդհանուր առմամբ Ինդոնեզիայում, Շրի Լանկայում, Թայլանդում, Մալազիայում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ։